Տաթև Ասատրյանը հայկական շոու բիզնեսի այն երգչուհիներից է, ով տարիների ընթացքում կարողացել է կայանալ և պահպանել իր ուրույն տեղը բեմում։ Նրա ստեղծագործական ճանապարհը սկսվել է ԱԼՄ հեռուստաընկերությունից, որտեղ նա առաջին անգամ ներկայացավ լայն լսարանին և արագ ուշադրություն գրավեց իր ձայնային տվյալներով ու բեմական ներկայությամբ։ Իր կարիերայի ընթացքում Տաթևը մասնակցել է նաև հայտնի երաժշտական նախագծերի՝ «Ժողովրդական երգիչ», «X Factor», «Հայաստանի ձայնը», որոնք չնայած հիասթափությունների պատճառ են դարձել նրա կյանքում, սակայն կարևոր դեր են ունեցել նրա ճանաչելիության աճի մեջ։ Այս նախագծերը հնարավորություն տվեցին նրան բացահայտել իր հնարավորությունները, ձեռք բերել բեմական փորձ և ներկայանալ ավելի մեծ լսարանի։ Տարիների ընթացքում երգչուհին ձևավորել է իր ինքնատիպ երաժշտական ոճը, համադրելով հայկական էստրադային, ժողովրդական և ժամանակակից ոճերը։ Տաթև Ասատրյանը մշտապես ակտիվ է, ներկայացնելով նոր երգեր, տեսահոլովակներ և ելույթներ։ Նրա բեմական կերպարը նույնպես ժամանակի ընթացքում փոփոխվել է, դառնալով ավելի համարձակ, ընդգծված և հասուն։ Այսօր էլ նա համարվում է հայկական բեմի պահանջված երգչուհիներից մեկը, ում ստեղծագործությունները սիրված են լայն լսարանի կողմից։ Տաթև Ասատրյանի ուղին ցույց է տալիս, որ աշխատասիրությունն ու հետևողականությունը կարող են բերել կայուն հաջողություն և հանդիսատեսի սեր։ Տաթև Ասատրյանը վերջերս կայացած համերգի ժամանակ երգել է իր «Իմ սրտի այգին է կանաչել» երգը վրացերեն։ Հատկանշական է նշել, որ երգը երկրպագուների կողմից սիրվել է նաև այս տարբերակով։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս կայացավ Տաթև Ասատրյանի մենահամերգներից ևս մեկը, որի ընթացքում Տաթևին ընկերակցել էր Նժդեհը։ Նժդեհի երջանկությանը չափ չկա, նա դհոլ է նվագում։ Դիտեք այս էմոցիոնալ ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Օրերս կայացավ Տաթև Ասատրյանի երկրպագուների կողմից այդքան սպասված ևս մեկ մենահամերգ։ Տաթևը բեմում մենակ չէր, նա մեծ հպարտությամբ հանդիսատեսին ներկայացրեց Նժդեհին։ Տաթևի խոսքով Նժդեհը սկսել է ավելի լավ նվագել։ Նա պարապում է և ունի մեծ ձգտում։ Վերջին հրապարակումներից և համերգային տեսագրություններից պարզ երևում է, թե որքան է Նժդեհը մեծացել և հասակ առել։ Տաթևը անգամ կատակեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ նա արդեն իր հասակին կլինի։ Երգչուհին նաև նշեց, որ եթե Նժդեհը շարունակի նույն կերպ, ապա շուտով կսկսի նվագել բենդում։ Փորձեք դիտել Star-News-ի կողմից առանձնացված հոլովակն առանց հուզվելու։ Տաթև Ասատրյանը երգում է, իսկ Նժդեհը դհոլ է նվագում։ Ես ուզում եմ դուք տեսնեք, թե անցած համերգի համեմատ ոնց է մեծացել։ Հետո Բան չմնաց, մյուս համերգի արդեն իմ գոյին կհասնի, բայց ես համերգներին չէ, մարզադաշտի, մեծ նախում։ Սիրելիներս, ես ուզում եմ մի բան հարցնեմ, ոնց որ և միշտ։ Դահլիճում գյումրեցիներ կան։ Անատելի գյումրիում եք։ Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ մեր համատեղ երգը տեսնում եք առաջվա համեմատ սկսել ավելի լավ նվագել։ Սովորում եմ
կարևոր է։ Ուզում է դառնա երաժիշտ, իրան շատ ագուրերգել լինել երաժշտության մեջ, մեր թիմում։ Այ որ սկսես ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին այն բենդում նստած կլինես։ Կուզես։ Այն ինչ մեզ ասելի համար։ Բարձր։ Շնորհակալություն։ Թաթև Ասատրյանը եղել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հյուրը։ Star News-ը հետևել էր զրույցին եւ առանձնացրել կարևոր հատվածներ, որտեղ նա խոսելով Ես կամ հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին Թաթևը նշել էր. Մինչև հաղորդմանը մասնակցելը 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Թաթևիկը, որ ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ։ Տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես, ասել է երգչուհին։ Զրույցի ընթացքում նա ցավով խոսել է նաև մանկության ու պատանեկության բարդ տարիների մայրիկի հիվանդության մասին։ Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ, ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում եւ այդ ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։